Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագիրը դրական եզրակացություն չի ստացել։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Վկայակոչելով ազգային ժողովի կանոնակարգը նա նշեց, որ նախագծերը դրական եզրակացություն են ստանում, եթե քվեարկության մասնակիցների առնվազն 1/4-ը կողմ է լինում։ Այս պարագայում հանձնաժողովի 19 անդամից ներկա էր 6-ը, սակայն կողմ էր քվեարկել 4-ը։ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ պետք է լիներ 5-ը։ Առնվազն նշանակում է 1/4-ից ընդհանրապես ոչ մի միլիմետր պակաս։ Հիմա մենք 1/4-ից պակաս ենք ստացել, նշանակում է չի ընդունվել։ Ինչ ենք վիճում։ Այս մարդկանց կարողանում ենք կիսել մենք։ Չեն կարողանում կիսել, դրա համար պետք է 5 ձայն ապահովել։ Արտակ Զաքարյանը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովում առնվազն 1/4-ը նշանակում է 4 կողմ քվեարկած անդամներ։ Մեր հանձնաժողովում ուրիշ հանրահաշիվագործում, ասի մեր մոտ 1-ին գումարած 1 2.5 անում։ Պարոն Ջանջուղազյան, որպես գլխավոր գանձապետ Հայաստանի Հանրապետությունում 19-ի 1/4-ը ինչքան է։ Գանձապետը մաթեմատիկայի բնագավառում չի մասնագիտացած։ Կախված է վարչապետը ինչքան կասի, այդքան ինչ եք հաշվում։ Նիկոլ Փաշինյանը դիտողություն արեց նաև նիստի անցկացման վայրի հետ կապված այն անցկացնել ոչ թե աշխատասենյակում, այլ նախատեսված հատուկ դահլիճում։ Արտակ Զաքարյանը նկատեց, որ դա ազգային ժողովում ընդունված պրակտիկա է։ Ազգային ժողովին չի հետաքրքրում ինչն է ընդունված, կարող է ասեք մի հատ էլ գնանք այն հետևի հանգստյան սենյակում նիստան։ Պատգամավորը հայտարարեց, որ ինքը արձանագրության մեջ հատուկ կարծիք է գրելու ազգային ժողովի լիագումար նիստում հարցը բարձրացնելու է եւ փորձագետներ է կանչելու։ Իսկ քննարկվող վարկային համաձայնագրով 25 տարի մարման ժամկետով կտրամադրվի $40 միլիոն գումար, բարեկարգելու որոշ կենսական նշանակության ճանապարհներ։